Ներկա եւ ապագա առաջնորդների համախմբմանն ուղղված Disrupt HR միջոցառումը մարտի 11-ին արդեն 6-րդ անգամ մեկ հարկի տակ հավաքեց ոլորտի ներկայացուցիչներին։ Այս անգամ միջոցառումը նվիրելով կանանց միամսյակին եւ անցկացնելով Women Empowerment կանանց զորեղացում խորագրի ներքո։ Disrupt HR շարժումը մեծ տարածում է գտել ամբողջ աշխարհում, ընդգրկելով շուրջ 30 երկիր եւ 150-ից ավել քաղաք։ Արդեն 2020 թվականին Cascade People and Business ընկերությունն այն բերեց Հայաստան, անցկացնելով Disrupt HR Երևան խորագրի ներքո։ Ինչի մասին է Disrupt HR-ը, դա հնարավորություն է, որպեսզի մենք կարողանանք մեր ձայնը լսելի դարձնել, ոչ միայն Հայաստանում, նաև Հայաստանից դուրս միջազգային հարթակներում, հանդես գալով գաղափարներով, որոնք վերաբերվում են մարդկանց ղեկավարմանը, մարդկային ռեսուրսների կառավարմանը եւ ընդհանրապես այն ամենին, ինչը կօգնի բիզնեսին լինել ավելի արդյունավետ։ Disrupt HR միջոցառման հաջող իրականացման գործընկերն է ֆինանսական եւ տեխնոլոգիական ոլորտի առաջատար Ամերիա բանկը, որն արդեն երկրորդ անգամ է միանում միջոցառմանը։ Ամերիա բանկի մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցի կարծիքով այս միջոցառումն իր տեսակով կարծրատիպ էր կոտրելու եւ խնդիրներին այլ անկյունից նայելու մասին է։ Մեզ համար շատ կարևոր են նմանատիպ միջոցառումները, քանի որ դրանք հնարավորություն են տալիս մեր փորձով կիսվելու, լսելու ինչ են անում այլ կազմակերպությունները, քննարկելու միմյանց հետ ինչպես կառուցել եւ ստեղծել մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացների նորարար, տարբեր փորձառություն, դրանով իսկ խթանելով բիզնեսը։ Disrupt HR միջոցառմանը ներկա էին գործարար համայնքի ներկայացուցիչներ, մարդկային ռեսուրսների մասնագետներ ու ուսանողներ։ Ընդհանուր առմամբ այն ունեցավ ավելի քան 200 մասնակից։ Խոսնակներն իրենց ելույթներում անդրադարձան առաջնորդությանը, էմպաթիայի կարևորությանը, ժամանակակից մռը թրենդներին եւ այլ հետաքրքիր թեմաների։ Իրականում սա շատ կարևոր միջոցառում է, որի ընթացքում բարձրացնում են տարբեր թեմաներ, որն ուղղված է ոչ միայն HR աշխարհին, այլ նաեւ առհասարակ կանանց empowerment-ին, որը շատ կարևոր է։ Թեման մարքեթինգի մասին է, ընդհանուր տարբերվելու կոնտենտի մասին մարքեթինգային, որովհետև վերջին շրջանում միշտ մասնագիտական լսում եմ, որ կոնտենտը չի աշխատում շատ դեպքերում ու փորձել եմ այս ելույթով պատասխանել հարցին, թե ինչու չի աշխատում կոնտենտը եւ ոնց կարող ենք այնպես անել, որ աշխատի, ինչով կարող ենք տարբերվել եւ որն է այսպես ասած բանալին մարքեթինգային հաջողության։